Վերաբերում է Զարա ջան, Ավետիս ջան, ձեր նշած խնդրին անդրադառնում։ Տեսեք, ասում եք Նիկոլն ասել է, всё, էլ բանավիճելու բան չկա։ Նույնիսկ տպավորությունն է, որ 3 նախագահները Գյուլայի են գցել Նիկոլի հետ բանավիճելու, այս որ ինքն ասել է, всё, ախպեր, էլ բանավիճելու բան չկա։ Նա ֆիքսեք մի բան, որ Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ ասել են, «Դավայ, до свидания, քո հետ բանավիճելու բան չկա»։ Դու ով ես քո հետ բանավիճենք։ Ամեն ինչ պարզ է։ Երկրորդը, նես չի, որ ինքն է սիրա հոժար է այս բաները հրապարակել։ Դեռևս 22 թվականի ապրիլի 23-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է գնացեք Նիկոլին պահանջեք, թող հրապարակի 2019 թվականի բոլոր իրեն առաջարկված փաստաթուղթը։ Դրանից հետո եւ հանրապետականներս, ես էլ, իմ գործընկերներն էլ, եւ առաջին նախագահի կողմնակիցները եւ երկրորդ նախագահի թիմակիցները ասել են թող հրապարակի։ Ավելին 21 թվականի հունվարի 13-ին համանախագահ երկիր Ռուսաստանի համանախագահ Պապովը Նիկոլ Փաշինյանի հերթական անհեթեթ հոդվածին ի պատասխան, որ իբր թե համանախագահ երկրները եւ այդ թվում Ռուսաստանը ասում են հողերը հենց այնպես տվեք, առանց կարգավիճակի, առանց որևէ բանի, ինչ որ հետապուշություն, ինչ որ հիմա է ասում, կոնկրետ Պապովը 21 թվականի հունվարի 13-ին Ռուսաստանի արտգործնախարարության կայքում պաշտոնապես հանդես է գալիս հոդվածով, որտեղ ասում է Նիկոլը սուտ է խոսում եւ համանախագահ երկրները առաջարկում էին 5 շրջանները անցնի Ադրբեջանին, Քելբաջարը եւ Լաչինը մնա Ղարաբաղի վերահսկողության տակ, Արցախ ունենալու էր միջանկյալ կարգավիճակ եւ ամենակարևորը հանրաքվեով պետք է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը, դա պետք է որոշեր բացառապես Արցախի ժողովուրդը եւ հանրաքվեի ձևակերպումը, իսկ վերնագիրը որևէ բանով սահմանափակված չէ, այսինքն սա ինչ է նշանակում, եթե նույնիսկ հանրաքվեով գրվեր որ համաձայն եք, որ Արցախի հանրապետությունը միանա Հայաստանի հանրապետությանը, որևէ խնդիր դե չկար։ Եթե ասեն համաձայն եք, որ օրինակ Յուպիտերի միանա, էլի խնդիր չկար։ Այսինքն արդեն մենք հստակ գիտենք, որ համանախագահ երկրները ապտակել էին Նիկոլին։ Երկրորդը կա Ժոզեփ Բորել։ Իրանք եվրոպացիքին շատ են, չէ՞, դրա համար եմ օրինակներ եմ չասեմ, մենակ այս ռսաստրուկերը Պուտինից են օրինակ բերում բան։ Հիմա Ժոզեփ Բորել, եվրոպական արտաքին քաղաքականության ղեկավարը, բառացի ասել է, մեջբերում եմ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջի ղեկավարն է, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեջբերման ավարտ։ Հիմա բերում ենք մեր հարգելի դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքեր, ես որ չասեք, էլի Շարմազանովը Պուտին, առաջ ասի Բորելին, հիմա Պուտինին եմ ասում։ Ասում է Պուտինը 22 թվականին, 23 թվականին, ասում է Ղարաբաղյան հիմնահարցի առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր։ Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները Պրագայում ճանաչեցին, ասիկը Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, այդ հարցը փակվեց։ Այսօր ինքը ուրիշ բան է ասում, Մինսկի խմբի համանախագահներին հարցրեցի, ասեցի, ինչ կարգավիճակ կարա ունենա Արցախը, կարա, չգիտեմ, անկախ լինի կամ Հայաստանի կազմում լինի, ասեցին միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի պնդումով իր խոսքով ինքը իրան գժիտեղ դնելու խասյաթ ունի, ինքն է չէ դա ասել։ Հիմա ինքը մեզ է գժիտեղ դնում, բանակցությունն է, դա եւ փաստաթուղթը։ Սեղան չէ, էլի որ սեղանը շուտ ես ավոր եմ մի բան հարցնեմ, հետո ասեմ Զար ջան, դու ինչ ես ասում, հետո մեկին ասեմ։ Դե ինքը դրա բացատրություն ունի, ասում է, չէի հասկացել, ասում է, միատիմանայի ինչ թողտա։ Պատասխաններն ասեմ, Նիկոլ Փաշինյանը 19 թվականին հանդիպելով Արցախի ազատ հայնիկ կուսակցության պատգամավորների հետ, ասել է, մեջբերում եմ, այդ ձայնագրությունը հրապարակվել է։ Երկու բան ասել, առաջինն ասել է, որ ինքը համանախագահ պետությունների ղեկավարների հետ հանդիպան իրան գժիտեղ է դնում։ Այդ արդեն կատաստրոֆա է, էլի։ Դուք ջոգում եք Պուտինի, Մակրոնի, Տրամպի մոտ այս մարդը իրան գժի տեղա դնում։ Այդ արդեն խայտարակություն է, որ Ղարաբաղյան հարցով զբաղվում է մեկը, ով ասում է, որ ինքը իրան գժի տեղա դնում։ Սա արդեն կատաստրոֆա է, ասիկա գժի տեղ դնող մարդու ասածը դու չես կարա որևէ մեկ աստավանի համար։ Եվ երկրորդը, ասում է Պուտինը, Նազարբայևը, Լուկաշենկոն, էլի Նիկոլն է ասում։ Ինձ ասել են, ասենք իրան, որ Դաժե Ալիևը արդեն համակերպվել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլինելու Ադրբեջանի կազմում։
Բայց ի՞նչ չի ասում պարլամենտում, ինքն է ասել, չէ՞, ինքն է Լեռնային Ղարաբաղի падգամավորներին, ազատայինիկ падգամավորներին ասել, որ Պուտինը, Նազարբայևը, Լուկաշենկոն իրան փոխանցել են Ալիևի խոսքերը, որ Արցախը ձև չկա լինի Ադրբեջանի կազմում։ Հաջորդ էս այսօր երկու բաներ իր ասածից ու ասում փաստաթղթերին արդեն Ավետիսյան։ Երկրորդը 2016 թվական հոկտեմբերի 7 Իլհամ Ալիև իր կիրթ ու կառուցողական ընկերը ասել է փակ դռների հետևում միջազգային հանրությունը ինձ ստիպում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ որ 96 թվականից Բուդապեշտում Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը տվել էր թուրքերին, ադրբեջանցիքին։ Այդ Ալիևը ոնց էր 20 տարի հետո ասում, բանա, ինձ ստիպում են ճանաչել Ադրբեջանի բանում։ Այսքան բանակցություն, նա այսքան փաստաթղթ 13 հատ փաստաթղթ է հրապարակել։ Որևէ միտեղ գրված է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Մի րոպե։ Ինքը այսօր ասել է, բա ինչի չէի կանում։ Բանը Նիկոլ այսօր ազգային ժողովում ասում է, եթե տենց լավ էր, տենց ամեն ինչ պրծած էր, Ղարաբաղը ճանաչում են եւ այլն, դե ձեր վախտով դուք եք դավաճանը ուրեմն, ես չեմ դավաճանը։ Ստորագրեիք, պրծնեիք, չթողեիք իմ վզով։ Ես ասլա չեմ հայոյի դու հետ խա մեծ դավաճան ասեմ։ Ասում եմ, դե մեծ դավաճան եք ասում, այդ չի հայ։ Մեծ դավաճան չեք ասում, դուք դավաճան եք ազգային։ Կա իր համար դավաճանը դա բանը գովեստի խոսք է։ Հա, հիմա ասեմ Ուրեմն ինքը հրապարակել է մեր փաստաթղթերը, ճիշտ է։ Նախ ֆիքսում ենք մի բան։ Դեռևս տարիներ առաջ Նիկոլն ասել է, որ բանակցային լավագույն փաստաթղթը Կազանյան տարբերակն է։ Կազանյան տարբերակը Նիկոլի ոչ օղորմած պապն է բանակցել, ոչ իմ օղորմած պապը։ Բանակցել է Սերժ Սարգսյանը, ինքն է իրանով ասել։ Երկրորդ։ Նայում ենք հրապարակված տարբերակները։ 16 թվականի սեպտեմբերի 7-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի տեքստում կարդում ենք Սերժ Սարգսյանի բանակցած է կարդում ենք Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա հանրաքվեով ամրագրված վերջնական պարտադիր կարգավիճակ եւ ձևակերպումը որևէ բանով չի սահմանափակվում։ Այդ ով է բանացել ժամանակ ստորագրում։ Ասել են, որովհետեւ պարոն Լավրովը ասել է 16 թվականի ապրիլին, որ բանակցությունների եւ բանակցային փաթեթից հրաժարվում է ոչ թե Սերժ Սարգսյանն ու Հայաստանը, այլ Իլհամ Ալիևը եւ Նիկոլը մի բան չի հասկացել, որ բոլոր 3 նախագահների կառավարման, իսկ մասնավորապես 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանրապետականի կառավարման շրջանում միջազգային հանրությունը ապակառուցողական համարել է Ադրբեջանին, դրա մասին կան բազմաթիվ հայտարարություններ, վառապետությունը 2009-13 թվականի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահ Օբամա, Օլանդ, Սարկոզի, Մեդվեդև, Պուտին 5 հայտարարություններն է, որտեղ ինքնորոշ բանիրամունքը հստակ գրած է։ Իսկ Նիկոլի օրոք, երբ որ ինքը եկավ, լացացեց մաման բանակցությունների, բա մեր ասում է հանրապետականները հենց դեռ եկաիշխանության ինձ ասել հողատու, նախ մենք էստել ենք հողատու ասել նոյեմբերի 9-ից հետո, մինչև նոյեմբերի 9-ը որևէ մեկ իրան հողատու չի ասել։ Երկրորդը, ինչու ենք ասել, մեկն էլ ես եմ ասել, հենց մայիսի 1-ին պարլամենտի քվեարկության ժամանակ, որ դու չես կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, քանի որ չես տիրապետում Ղարաբաղյան բանակցություններին, ինչի, հիմք ասեմ, այս մարդը շատ լավ հիշում է նրա հրապարակումները, դու մեզնից երիտասարդես կարող է չհիշես, բայց տատիկ դու մայրիկը հաստատ քեզ պատված կլինեն։ Նրա դիրքորոշումը։ Այդ մարդու դիրքորոշումը բոլորս գիտենք Ղարաբաղյան Արցախը տանք հանգիստ ապրենք։ Այո, Արցախը տանք հանգիստ ապրենք, ինքը երբեք Արցախի ինքնորոշման իրավունքի ջատագով, հայկական Արցախի անկախության ջատագով չի եղել։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ եկավ, չեկավ, մայիսի 8-ին դարձավ վարչապետ, մայիսի 9-ին առանց համանախագահ երկրների ղեկավարների հետ քննարկելու ֆորմատ փոխեց։ Կանգնեց Արցախում ասես մինչև Արցախը չվերադառնա բանակցությունների, բանակցություն չի լինելու։ Դուք պատկերացնում եք օրինակ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների ռեակցիան, որ Հայաստանի ղեկավարը տելևիզորից են իմանում, որ Հայաստանի ղեկավարը մերժում է իրանց ու ասում է այս բանակցային ֆորմատ են փոխում։ Լավ, բայց մի հատ ուրիշ խնդիր կա։ Եվ ամենակարևորը 19 թվականին կան Կավետի ջան, սա էլ ասում արդեն հարցերից բան կա։ Տեսեք, մեր ասածը ո՞րն է։ Մենք ասում ենք ու այդ հրապարակի 19 թվականի հունիսի բանակցային փաթեթը ու ժողովուրդը գրակ այդ մարդիկ, ես չեմ ժողովրդին չեմ ասում, ժողովուրդ ջան, ինձ լսեք, նրան լսեք։ Ես հայ ժողովրդի մասին
շատ ռեալ դրական կարծիք եմ։ Կարծում եմ, որ 405 թվականին տառ է ստեղծած ազգը, գոնե պետք է տառաճանա չլինի եւ չասե 4-ից տարբերի։ Հիմա այնտեղ այդ նույնիսկ 19 թվականին հունիսին Նիկոլին առաջարկված փաթեթում գրված է եւ միջանկյալ կարգավիճակի մասին, եւ գրած է, որ Նարոդ Նագորնովը Ղարաբաղ է, դու ասում ես Ադրբեջան, այդպես բան չկա, գրած է, որ Նասիրինյա Նագորնովը Ղարաբաղի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը այդ պահին ապրող։ Այո, պետք է հանրաքվեով որոշի իր կարգավիճակը, որը պետք է ունենա պարտադիր մի հատ իրավական ուժ 3 իմ 15 ասեմ, հեսա Զարջան ինչ ես ասում եւ ինչ արավ ինքը ասում է որ Ռուբինյանն է թե ով է այսօր ասել է մենք դա չենք մերժել ուզում եք դակազատ անեն որ մերժել է ասեմ ոնց է մերժել Ոնց։ հունիսին Լավրովն իրան առաջարկել է Լավրովը չէ համանախագահ երկրները Ինքը գնացել գնացել է Ղարաբաղում ասել Արցախը Հայաստանի եւ դա դրա պատասխանն է։ Դրա պատասխանն է, դա մեզ չէր ասում, Նիկոլը օգոստոսի 4-ին 19 թվականին, երբ որ գնաց Արցախում Ստեփանակերտում ասավ Արցախ Հայաստանը եւ վերջ, դա համանախագահների ամիսուկես առաջ իրեն առաջարկված բանակցային փաթեթը տենց է մերժել։ Երկրորդ մերժումն ասեմ երբ ա եղել։ Երբ որ դրանից մի քանի ամիս անց Մյուխեն ու Մալիևի հետ հիշում եք, որ շոու էր արել, որ Մամեդյարովն էլ խնդում էր վրեն, էլի։ Որտեղ կոտրած անգլերեն ու վարը լավ չէ խոսում անգլերեն, հայերեն խոսա։ Նախ բանակցային ինձ հայտնի չի։ Բանակցային փաթեթ, որտեղ թոք շոու սարքեն։ Օրինակ դուք տեսեք Իսրայելի Յասիր Արաֆատը, չգիտեմ, Բենյամին Նեթանյահուի հետ շոու խաղան, կամ Ուկրաինա Ռուսաստանի հետ, կամ որևէ կամ հույները Կիպրոսի թուրքերի հետ ելեն Մյուխենում խաղան, բայց դա արդյունք չի տա։ Դա այն հարցը չի, որ դու թոք շոու պետք է անես, էլի։ Այդ թոք շոուի ընթացքում ինքը ինչ արավ, գնաց այդ թոք շոուից հետո 6 թե 7 Մյուխենյա սկզբունքներ։ Երբ որ դու սեղանին դրված քեզ ընդամենը մի քանի ամիս առաջ հունիսին առաջարկված փաստաթուղթը դնում ես մի կողմ, գրում ես ասպես սա է իմ սկզբունքները, այդ մերժում չի։